Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու հերթական տեսանյութը, ես ներողություն եմ խնդրում մի փոքր ուշացնելու համար, որովհետև ես մտածում եմ այս տեսանյութը հրապարակել 5 շաբթի կամ ուրբաթ օրը ուղղակի աշխատանքիս բերումով, ինչպես գիտեք, Fastex Premier League-ն ու Հայաստանի գավաթևեր սկսվել են ու Ուրարտուն բարբերաբար իրար հետևից 3-4 օրը մեկով հանդիպումներ է անցկացնում, իմ համար մի փոքր բարդ է, ժամանակին հասկանում տեսանյութ հրապարակել, միաժամանակ հասկանում եմ, որ գուցե մի փոքր ակտուալությունը ընկնում է, մինչև ես տեղադրում եմ տեսանյութ, բայց կոնկրետ այս տեսանյութը դժվար թե ակտուալություն կորցնի նույնիսկ վիկենդի ժամանակ։ Ինչու՞, որովհետև այսօր խոսելու ենք Չեմպիոնների լիգայից։ Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, մի շարք գերհետաքրքիր լարված, թե հոգեբանական, թե ֆիզիկական առումով լարված հանդիպումներ, ու դրանց մենք այսօր անդրադառնալու ենք։ Իհարկե, խաղային երկու օրվա ամենահետաքրքիր հանդիպումների մասին ենք խոսալու ու մասնավորապես պետք է նշեմ այդ խաղերը Մադրիդյան դերբի, Մադրիդի Ռեալ Ատլետիկո, Բենֆիկա Բարսելոնա, Paris Saint-Germain Liverpool եւ իհարկե Բավարիա Բայեր հանդիպումները։ Առանձին, որ քննարկեմ, կարծում եմ 2-3 ժամանոց տեսանյութ է լինելու, վերլուծել նման խորը պետք չէ, այնպես որ կխոսեմ ամենակարևոր դետալներից տվյալ հանդիպումների ու թե ինչ կարող ենք մենք սպասել պատասխան խաղում, որովհետեւ սա իրար ինչպես գիտեք երկխաղյա դիմակայություն է ու առաջին խաղով ամեն ինչ որոշված չէ։ Այո, Բավարիան հաղթեց 3-0, բայց ես գրեթե վստահ եմ, որ նույնիսկ այդ դիմակայությունում ամեն ինչ որոշված չէ։ Քեզ միայն մնում է բաժանորդագրվես իմ YouTube-յան ալիքին, հետևես ինձ սոցիալական հարթակներում, հատկապես Telegram-ում, որտեղ մենք շատ ակտիվ, շատ օպտիմալ քննարկումներ ենք ունենում ֆուտբոլի վերաբերյալ եւ ոչ միայն, կխնդրեմ նաեւ ինձ հետևես իմ ռադիոյով, որտեղ ես ունեմ նոր podcast լեգենդի հետքը մարզական աշխարհի լեգենդների մասին, իդեպ Կրիշտիանո Ռոնալդոյի էպիզոդը շատ լայն տարածում է ձեռք բերել ու Apple podcast-ում ես զիջում եմ միայն Rearrange podcast-ին դիտումների, լսումների քանակով, այնպես որ ես Հայաստանում երկրորդ հորիզոնականում էի, հիմա եմ երկրորդ հորիզոնականում 3 էպիզոդից հետո, այնպես որ քո աջակցությունը ինձ համար շատ կարևոր է, ես ստեղծում եմ ըստ իս որակյալ կոնտենտ, ես ստեղծում եմ որակյալ պրոդուկտ, որը ոչ միայն մեծահասակներին կարող է ինչ-որ մի բան տալ, այլ նաև երեխաներին, նրանք կարող են սովորել, ճանաչել լեգենդներին ու այդպիսով ավելի շատ ընկղմվել սպորտային աշխարհի մեջ։ Կարծում եմ այսքանը իմ գովազդը ավարտվեց, գնանք քննարկենք Չեմպիոնների լիգան։ Դե քանզի մենք խոսում ենք Մադրիդյան դերբից ու քանի որ ես ինտրոյի ժամանակ առաջինը հենց ասեցի Մադրիդյան դերբի, եկեք խոսենք Մադրիդի Ռեալ Մադրիդի Ատլետիկո հանդիպումից։ Նախ ես իմ sense փոքրիկ դժգոհությունը հայտնեմ UEFA-ին, միաժամանակ հասկանալով համակարգը, հանդիպումների նշանակման, բայց պետք է վստահաբար նշեմ, որ ինձ ընդհանրապես դուր չի եկել այն փաստը, որ խաղային 1 օրվա ընթացքում մենք ունենք ընդամենը 1 հանդիպում, որը, չգիտեմ, ուշադրության արժանի էր, մեր ամբողջ ուշադրության արժաներ ամենայն հարգանքով մյուս թիմերին եւ խաղային օրվա երկրորդ հատված, երկրորդ խաղային օրը, որտեղ միանգամից 3 թոփ հանդիպումներ էին նույն ժամին ու դու ընդամենը կարող էիր դիտել մեկը։ Ինչու եմ ասում կարող էիր դիտել մեկը, որովհետեւ այո, ես գիտեմ շատ մարդկանց, որոնք հեռուստացույցով են նայում, մյուս խաղը նոթբուքով են նայում, մյուս խաղը հեռախոսով են նայում ու չգիտես ոնց փորձում են ամեն ինչ հասցնել։ Ես նման մարդկանցից եմ, բայց ես սահմանափակվում եմ 2 device-ով դիտելու հնարավորությունից, բայց նույնիսկ այդ ժամանակ ես չեմ կարողանում 2 խաղերի վրա ամբողջությամբ կենտրոնանալ ու նման բան եղավ Չեմպիոնների լիգայի խաղային երկրորդ օրը, ես առաջին խաղակեսը դիտեցի Բենֆիկա Բարսելոնա նոթբուքով, միաժամանակ հեռուստացույցով դիտում էի PSG Liverpool ու որոշեցի ճիշտ է PSG Liverpool խաղը ստիպեց որպես երկրպագու, որ ես ուշադրություն չդարձնեմ Բենֆիկա Բարսելոնա հանդիպանը ու ես երկրորդ խաղակեսն անջատեցի ու դիտել եմ այսօր Բենֆիկա Բարսա խաղի երկրորդ խաղակեսը ու իմանալով հաշիվը, շատերիդ համար կարող են փոքր բարդ լինել, հետաքրքրություն գտնել այդ ամենի մեջ, բայց որպես խաղի ընթացք, որպես իրադարձությունների վիզուալացում, այսինքն ինչ գրում են տեքստով, ինչ ռեակցիաներ որ տալիս են խաղի ընթացքում, ես փորձում եի դա վերապրել դիտելով թե Բենֆիկա Բարսելոնա, թե Բավարիա Բայեր հանդիպումները։ Ու դա իմ փոքրիկ դժգոհությունն է։ Միակ բանը, ինչը լավ էր, դա Մադրիդյան դերբին հանգիստ հետևելն էր, ինչու որովհետև Մադրիդյան դերբի ընթացքում
համեմատաբար ավելի թույլ հանդիպումներ էին գնում միաժամանակ եւ մենք կարող ենք մեր ամբողջ ուշադրությունը սևեռել Սանտիագո Բեռնաբեու։ Նախ ինչ տեղի ունեցավ մինչեւ Մադրիդյան դերբին, հա, եղավ Բրյուգե Աստոն Վիլա հանդիպումը, Բրյուգե Աստոն Վիլա խաղում ես կոնկրետ առաջին դիմակայությունում քիչ շանսեր չէի տվել Բրյուգեին, բայց Աստոն Վիլան հաղթեց որակական հաշվին, ես գրեցի իմ Telegram-յան ալիքում, որ այո, Բրյուգեն շրջանցեց Ատալանտային, դուրս սողեց Ատալանտային, դա էյֆորիայի հաշվին էր, դա էմոցիաների ու խաղը ստացվելու հաշվին էր, բայց երկար գնալ նման կերպ Չեմպիոնների լիգայում չի ստացվի, եթե քո բնավորությունը, քո էյֆորիան, քո էմոցիաները չեն համապատասխանում այն խաղային մակարդակին, որը դու իրականում ունես։ Ու Բրյուգե Աստոն Վիլա հանդիպումը ավարտվեց հենց այդպես, որակը հաղթեց այդ էմոցիաներին, հա, ու գրեթե մեկ ոտքով Աստոն Վիլան բանումա քարոտ եզրափակչում է Ունայ Էմերին, չգիտես ոնց բացել է Մարկո Ասենսիոին, հա, 10 համարի դիրքում է խաղում Ասենսիոն ենթահարձակվողի ու 3-1 հաշվով հաղթեց Բրյուգեին Աստոն Վիլան։ Ճիշտ է, վերջին շրջանում Վիլայի մոտ շատ հակասական արդյունքներ են գրանցվում, հա, եթե հետևում եք ուշադիր Անգլիայի Պրեմիեր լիգային, ապա կփաստեք իմ ասածները, հա, կհիմնավորեք իմ ասածները։ Աստոն Վիլան իհարկե վերջին շրջանում շատ տատանվող ֆուտբոլ է խաղում, բայց կոնկրետ Չեմպիոնների լիգայում նրանց տրամադրվածությունը վառ երևում է։ Բրյուգե Աստոն Վիլայից զատ տեղի ունեցավ Դորտմունդի Բորուսիա Լիլ հանդիպումը, որը ես կանխատեսել էի, որ լինելու է 1-8 եզրափակչի ամենաձանձրալի հանդիպումը։ Առաջին խաղը կարծում եմ այդպես էլ եղավ 1-1 ու սա արդեն բավականին բարդ է հենց Բորուսիայի համար, որովհետև եթե նայում ենք ոչ թե ադատներին, այլ տենց սնահավատ մտքերին, ապա Նիկո Կովաչը, որը ժամանակին մարզել է Մոնակոն, Լիլի դեմ խաղացել է 4 անգամ եւ ոչ մի խաղում չի հաղթել։ Դա խոսքը գնում է Լիլի ստադիոնում 4 անգամ խաղացել է, ոչ մի անգամ չի հաղթել, բայց այստեղ կարծում եմ, որ հավասար են հնարավորությունները։ Մյուս խաղը դա ՊՍՎ Արսենալն էր։ Իդեպ ՊՍՎ Արսենալի խաղի վերաբերյալ ես առաջին խաղի հաղթանակ կամ գոնե չպարտվել տվել էի ՊՍՎ-ին, որովհետև ես կարծում էի, որ Պարիս Սեն-Ժերմենը, կհասնենք դեռ Պարիս Սեն-Ժերմենին, որ ՊՍՎ-ն ունի այն մակարդակը, որը կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնել Արսենալին, բայց արի ուտես, որ Արսենալը առաջին իսկ խաղով այնպիսի հաշիվա ցույց տալիս, որ մյուս խաղում իհարկե կարող է Արսենալի դուբլը դուրս գալ, Միկել Արտետան կարող է արդեն հանգիստ շնչել, որտեվ 7-0 հաշվով դժվար է պարտվի Արսենալը սեփական հարգի տակ։ 7-1 Արսենալը ուղղակի ոչնչացրեց ՊՍՎ-ին ու վստահաբար եմ ասում, որ երկու ոտքով արդեն քարոտ եզրափակչումը Արսենալը Միկել Արտետայի գլխավորությամբ հիմա իրանց օֆիսում տանը, չգիտեմ, սպասում են թե ով է լինելու իրանց մրցակիցը Մադրիդի Ռեալը թե Ատլետիկո Մադրիդը։ Ու քանզի մենք խոսում ենք Արսենալի հնարավոր մրցակցից, եկենք քննարկենք Մադրիդյան դերբին։ Մադրիդի Ռեալը ու Ատլետիկո Մադրիդը մոտեցել էին այս խաղին երկու շատ տարբեր իրավիճակներում։ Ինչու՞, որովհետև նախ Մադրիդի Ատլետիկոն վերջին երևի թե անգամ պարտվել է Լեգանեսին հունվար ամսին։ Դա պետք է իհարկե շեշտել։ Իսկ Մադրիդի Ռեալը ի տարբերություն բանի Մադրիդի Ատլետիկոյի հենց նախորդ խաղում պարտվել էր Բետիսին 2-1 հաշվով։ Ու ես Բետիսի խաղը դիտելով որոշակի եզրակացություններ փորձեցի անել թե պաշտպանության, թե առանց Մոդրիչի ու առանց Սեբալյոսի ու առանց Բելինգեմի կիսապաշտպանության ու հարձակվողների ակտիվության վերաբերյալ։ Նախ Կիլիան Մբապեն բացակայել էր Բետիսի հայտացուցակից, ներողություն, Բետիսի դեմ խաղի հայտացուցակից Ատամի ցավերի պատճառով։ Դա ընդունելի է ամբողջությամբ։ Ատամի ցավը երևի թե ամենաանտանելի ցավերից մեկն է։ Բայց ես ուղղակի խայտարակություններ որ կարդացի, որ ով էր գրել, Մարկան էր գրել, Mundo Deportivo-ն էր գրել, որն էր գրել, որ ասում է Կիլիան Մբապեի ատամի ցավը վիրահատությունից հետո ամբողջությամբ անցել ու նա պատրաստ է ցույց տալ լավագույն մարզավիճակը։ Այն որ ասի, վաու, պարզվում է արդեն ֆուտբոլիստները վատ են խաղում, որտեվ իրանց ատամն է ցավում կամ որ հետ վիրահատական ինչ-որ մի process-ի մեջ են ատամի հետ կապված։ Մանավանդ, երբ որ դու խոսքը գնում է աշխարհի ամենամեծ գերաստղի մասին։ Ուղղակի խոսքեր չունեմ։ Մադրիդի Ռեալ Ատլետիկո Մադրիդ։ Ինչպիսի հանդիպում է ես կոնկրետ սպասում, որովհետև որ sense սաղ դետալային մանրանամ շատ երկար տեսանյութ կստացվի։ Ես սպասում էի ոչ բաց հանդիպման ու ես իրականում սպասում էի ոչ այդքան շատ գոլառատ հանդիպման, որովհետև երկու թիմերն էլ մեկնարկային հատվածում փորձելու են ուսումնասիրել իրար ու հասկանալ թե արդյոք ով է խաղալու երկրորդ համարով, հա։
Մադրիդի Ատլետիկոն, որը խաղում է առաջին համարով միայն այն թիմերի դեմ, որոնց նկատմամբ ունի առավելություն թե մակարդակի, թե խաղային, թե մարտավարական, միայն նման դեպքերում է, որ դու կարող ես ասել, որ Ատլետիկոն խաղում է առաջին համարով։ Մնացած յուրաքանչյուր խաղում Մադրիդի Ատլետիկոն ինքն իրեն զրկում է գնդակից, ինքը ավելի շատ գնում է պաշտպանության վրա, հիմքը դնելով պաշտպանությունից դեպի հարձակում տանող ճանապարհը, ու նման խաղերում ոնց բացատրեմ, շատ խամրած է երևում Դիեգո Սիմեոնեի թիմը։ Մադրիդի Ռեալը լրիվ մի հատ sense խառը իրավիճակում էր հայտնվել իմ մտքերում, որովհետև նախ Ռեալը այս մրցաշրջանում բավականին լավն է եւ խաղում է երկրորդ համարով։ Հենց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղը վառապացույց էր դրա մասին։ Բայց դու խաղում ես Սանտիագո Բեռնաբեում, դու չես կարող զիջել գնդակը Մադրիդի Ատլետիկոին, միաժամանակ հասկանալով, որ դու ունես լուրջ բացեր կիսապաշտպանությունում, այսինքն չկա Դանի Սեբալիոսը, չկա Ջուդ Բելինգեմը, ու այնտեղ Կամավինգանը շատ վատ մարզավիճակում, ու Օրելիեն Չուամենին, որը ասենց տո լավ է խաղում, տո միջին է խաղում, տո հետո նորից լավ է խաղում։ Ու ես իրականում սպասում եմ շատ ոչ դինամիկ խաղին ու ավելի շատ դիրքային ֆուտբոլի։ Հիմնականում, եթե խաղը 90 րոպեով վերցնենք, դա դրա մասին էր։ Իրոք դա դրա մասին էր, որովհետև Մադրիդի Ատլետիկոն միջև հանդիպման ավարտ չփորձեց գրոհել, ավելի շատ տպավորություն կար, որ նույնիսկ 2-1 հաշվի պայմաններում Ատլետիկոն պահում էր ժամանակ, խլում էր ժամանակ մրցակցից, հասկացնելով, որ իրեն հարմար է այս հաշվով գնալ Վանդա Մետրոպոլիտանո։ Իսկ Մադրիդի Ռեալը միառժամանակ 2-1 հաշվի պայմաններում այդքան էլ մեծ ձգտում չուներ գնալու երրորդ գոլի հետևից, որովհետև տպավորություն ինձ մոտ ստեղծեց, որ Մադրիդի Ռեալը, այսինքն Կարլո Անչելոտին եւս համաձայն է այս հաշվին ու վստահ է, որ Վանդա Մետրոպոլիտանոյում Ատլետիկոն ուզած թե չուզած կվերցնի նախաձեռնությունը իր վրա, կգրոհի եւ հենց այդ գրոհների ժամանակ հարձակման ֆանտաստիկ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստները ուղղակի անհատական ֆուտբոլի հաշվին կպատժեն։ Երկուսն էլ հնարավոր սցենար է։ Դա ուղղակի փաստ է, որը պետք է sense վերկալես արձանագրես դնես մի կողմ։ Բայց կոնկրետ այս հանդիպման մասին։ Ու ինչն է հետաքրքիր, նայեք, ինչն է հետաքրքիր Չեմպիոնների լիգայի կոնկրետ այս խաղային փուլի մասին, մեկ օր եզրափակչի առաջին խաղերի մասին, ինչն է հետաքրքիր։ Յուրաքանչյուր հանդիպում ինչ որ մի բան կարող է ուսուցանել երիտասարդ ֆուտբոլիստներին, այսինքն եթե դու, չգիտեմ, նայում ես PSG Լիվերպուլ հանդիպումը, նայում ես Բենֆիկա Բարսելոնա հանդիպումը, դու այդ խաղերը ցույց տալով կարող ես ինչ-որ մի բան փորձել սովորեցնել, ինչ-որ մի խորհուրդ փորձել հարցնել երիտասարդ ֆուտբոլիստներին։ Դու նայում ես Բավարիա Բայեր հանդիպումը, դու կարող ես սովորեցնել դա երիտասարդ մարզիչներին այդ հանդիպումով, դու կարող ես խորհուրդներ տալ երիտասարդ մարզիչներին։ Մնացած խաղերում եւս, բայց կոնկրետ Մադրիդի Ռեալ, Մադրիդի Ատլետիկո հանդիպումը երիտասարդ ֆուտբոլիստներին որպես այդպեսին շատ բան չի տա։ Ու ես հիմա փորձեմ ասել թե ինչու։ Նախ Մադրիդի Ռեալի խփած գոլը։ Դա պարզից էլ պարզ խաղարկում էր, պարզից էլ պարզ, դե ազը, ֆուտբոլային ազը։ Երբ դու ճոճում ես մրցակիցներին, տանում ես աչից ձախ, ու ճիշտ պահին գտնելով ճիշտ տարածություն հասցնում ես գնդակը հարձակման վերջինից, որտեղ հարձակողներն իրենց գործը անում են։ Ինչպես ստեղծվեց Մադրիդի Ռեալի գոլը։ Նախ Խավի Գալանի դիրքավորումը, ինչպես նա ընտրեց դիրքը, ուղղակի անհասկանալի էր, թե ինչի հիման վրա, որովհետև եթե նայում ենք նկարներով, կամ տեսանյութով, իդեպ ընկերներ, ես Չեմպիոնների լիգայի վերաբերյալ իմ տեսանյութերի մեջ իրանց տեսանյութերը չեմ օգտագործում, խաղից տեսանյութեր, որովհետև միանգամից հենց UEFA-ն բռնում ու բլոկում է, ինձ դա ընդհանրապես պետք չի։ Եթե նայում ենք Խավի Գալանին դիրքավորումը լուսանկարով, Խավի Գալանը խայտարակ սխալ որոշում է կայացրել, բայց եւ երկմտանքի առաջ ընկնելով է այդ սխալ որոշումը կայացրել։ Ինքը մտածում էր, որ Վալվերդեն կտա ոտքին Ռոդրիգոյի։ Իսկ նման իրավիճակներում Խավի Գալանի որոշումը ճիշտ էր, որովհետեւ Ռոդրիգոն ստացավ գնդակը։ Պետք է շատ մոտ միանգամից գտնվել, որպեսզի արագություն, տարածություն չունենա Ռոդրիգոն արագություն հավաքելու, նման կերպ չպատժի։ Շնորհակալություն։ Բայց ուղղակի հասկանում եք, որ Ֆեդե Վալվերդեն ինքը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Ու Ֆեդե Վալվերդեն
շատ ժամանակ ոչ ստանդարտ գործողությամբ աչքի ընկնող ֆուտբոլիստ է, ինչը նրան դարձնում է յուրահատուկ։ Ոչ միայն նրա ֆիզիկական պատրաստվածությունը, ոչ միայն նրա մոտիվացիան ամեն խաղին մոտենալու, դրա մասին զատ ես ուզում եմ ասել, որ ինքը շատ խելացի է թայմինգի վերաբերյալ։ Ինքը շատ ճիշտ որոշումներ է կայացնում շատ ճիշտ պահերին։ Ես լուրջ բան եմ ասում ձեզ։ Ու Ռոդրիգոյի գոլը ինքը կարող էր փոխանցել Ռոդրիգոյին ոտքին, բայց ինքը ուղակի միլի վայրկյաններով սպասեց, տեսնի թե ինչ է անելու Ռոդրիգոն, երբ ինքը նկատում է խաղի գալանին, ու նոր փոխանցում կատարեց։ Շքեղագույն փոխանցում է կատարում Վալվերդեն, Ռոդրիգոն ոչ պակաս գեղեցկա դեմ շարժումով մտնում է կենտրոն Սալահի ոճով, հերավոր անկյունյան Օբլակը ոչինչ չի կարողանում 1-0 հանդիպման 3-րդ րոպեին Մադրիդի Ռեալը բացում է հանդիպման հաշիվը։ Ու ես այդ գոլը դիտելով ասում եմ, ես իմ Telegram-ն ալիքում էր, հա, կլորի կարեցի, ասում եմ, ախր սա շատ բարդ գոլ է, որը միաժամանակ շատ պարզ է։ Ու պարզ լինելը ամենաբարդ բանն է այս գոլի մեջ, որ Ռեալի ֆուտբոլիստները այն կարգի ոչինչ նոր բան չհորինեցին, ուղակի ոչինչ չհորինեցին, որ ուղակի հասարակ 1-2 գրոհի եզր փոխել, սուր փոխանցում ամեն ինչ լուծվելու է։ Սա կարող է ցույց տալ երեխաներին։ Իրոք սա կարող է ցույց տալ, ասել նայեք տղեր, արդյունավետ ֆուտբոլը դա ամենահասարակ ֆուտբոլն է, որը այստեղ Ռեալ Մադրիդը ցույց տվեց։ Ու սա սովորեցնելու բան է։ Դրանից հետո, եթե խոսքը գնում է գոլերի մասին, ոչ մի բան չես կարող սովորեցնել։ Դու չես կարող ուղակի վերցնել, ասել նայ եղբայր, սա Խուլիան Ալվարեսի գոլն է, սա Բրահիմ Դիասի գոլն է, խնդրեմ գնացեք կրկնեք։ Հնարավոր չի տենց բան։ Որովհետև նախ Ռեալը գոլ խփելուց հետո տվեց առավելությունը, ինքը երբ գնդակով չէր դիրքավորվում էր միջին բլոկով 4-4-2, հարցակման կելակակետում թողելով Մբապեին ու Վինիսիուսին, կենտրոնում, եթե չեմ սխալվում, ես գուցե սխալվեմ, եթե չեմ սխալվում, Մադրիդի Ռեալի մոտ գործում էր Կամավինգան եւ Չուամենին, այո, այդպես էլ կա։ Ու Ռեալը մի փոքր տվեց նախաձեռնությունը Ատլետիկոին, բայց Ատլետիկոն նույնիսկ բաց թողած գոլից հետո ռիսկային գործողություններով աչքի չեր ընկնում։ Ու ամբողջ խաղակեսի ընթացքում Ատլետիկոն կատարեց ընդամենը 3 հարված դարպասին։ 3-ից 2-ը եղավ խաղից, մեկը ստանդարտից։ Եվ այդ երկու գոլերից մեկը ու հարվածներից մեկը վերածվեց գոլի։ Ինչա ես կրկնում եմ, որ դու չես կարող սովորացնել երեխային։ Ու միտքը ընդհանուր իմ տեսանյութի հենց դա է, փիլիսոփայություն, հա, մորալ, այս տեսանյութի դա է, թե դու ինչ կարող ես սովորացնել կամ ինչ կարող ես ցույց տալ երեխաներին, փնտրելով դրա մեջ միտք, որը նա կարող է վերցանել։ Ընկերներ, Խուլիան Ալվարեսի գոլը հնարավոր չի, որ ֆուտբոլիստը վերցնի։ Դա պետք է լինի պահի տակ, դա պետք է լինի ֆուտբոլիստի երեխայի անհատական որակների հիման վրա, ու դա պետք է ունենա իր ուրույն բախտը։ Որ նույնիսկ Տիբո Կուրտուան, գրեթե 2 մետր հասակ ունեցող դարպասապահը ցատկում է ամբողջ մարմինը բացելով ու նույնիսկ այդ իրավիճակում չի կարողանում հասնել գնդակին, որովհետև Խուլիան Ալվարեսի հարվածը կատարյալ էր։ Իրոք կատարյալ էր։ Ես եմ որ sense դա այն գոլերից են, որ դու չես էլ փորձի կրկնես։ Դու ուղղակի sense պետքա նայես վայելես ու իրոք վայելելու էր այդ գոլը։ Թիմերը գնում են հանդերձարան, վերադառնում են, նույն ամեն ինչը ոչ մի փոփոխություն չկա։ Ասեմ ավելին, երկրորդ խաղակեսին փոքր ավելի թույլ ստացվեց, որովհետև ինչպես նշեցի այս թեմայի սկզբում խոսելիս, Ատլետիկոին ձեռնտու էր 1-2 պարտությունը, Մադրիդի Ռեալին ձեռնտու էր 2-1 հաղթանակը։ Հնարավոր է դա այդպես չէ, հնարավոր է ես սխալվում եմ, բայց եթե դու նայում ես հանդիպումը, դու մի տեսակ sense այդ ես տենում։ Բայց Բրահիմ Դիասի գոլը ոչ պակաս շքեղություն, ինչպես է նա մանր աշխատանքներ տանում գնդակի հետ, ամեն քայլին հպում գնդակին ու տպավորություն է որ ինքը շատ թեթև է դիպչում գնդակին, գնդակը չի էլ հասցնում հեռու գնալ իրենից։ Դա եւս կարելի է սովորեցնել։ Այդ դրիբլինգ ասվածը, դրիբլինգը այդ 1700-ա ոտը որ գնդակի վրայով տանում են ու տպա փոխանցում են կատարում կամ չգիտեմ Ռաբոնայով փոխանցում, դա դրիբլինգ չի վաբշե։ Դրիբլինգը Բրահիմ Դիասի գոլն է։ Տոտալ դրիբլինգ է դա, որ տեխնիկապես sense
Աստծո կողմից համբուրված ֆուտբոլիստը շատ ճիշտ կարողանում է կառավարել գնդակը իր ոտքի տակ։ Դա է դրիբլինգը, որ ինքը կարողանում է մեկ դրվագում 3 շատ նեղ իրար կանգնած Ատլետիկոյի ֆուտբոլիստներին շրջանցել ու հիասքանչ բիլիարդային հարվածով դառնալ գոլի եղինակ։ Հիասքանչ։ 2-1 Ատլետիկոն գնում է Վանդա Մետրոպոլիտանո 1 գոլի տարբերությամբ։ Ու ինչն է ամենահետաքրքիրը։ Վարպետությունը հաղթեց բանին։ Սիմեոնեի հաղթաթղթին, ասես ասենք, որովհետև Դիեգո Սիմեոնեի ամենալուրջ, ասենց ասենք, քարտը խաղերի ընթացքում դա դիպուկ փոփոխություններն են, որը նա կատարում է։ Իրոք, շատ դիպուկ։ Նա Եվրոպայում լավագույնն է։ Երկրորդ հորիզոնականում կարծում եմ Սլոտն է։ Առաջին տեղում միանշանակ Դիեգո Սիմեոնեն է։ Դիեգո Սիմեոնեի թիմը վերջին դիպուկ հարվածը կատարել է հանդիպան 61-րդ րոպեին։ Հանդիպան 60-րդ րոպեից Լուկա Մոդրիչը խաղադաշտում էր։ Դա վարպետություն է։ Կառավարել խաղը այնպես, որ մրցակիցը ունենալով 10 ֆուտբոլիստ դարպասապային չհաշված, ոչ մի հարված չկատարի դարպասին, որովհետև դու ուղակի չես տալիս նրան գնդակը։ Լուկա Մոդրիչը խաղադաշտ դուրս գալու ժամանակ, դուրս գալուց հետո, եթե չեմ սխալվում, կատարել է 50 փոխանցում կամ 50 քանի փոխանցում։ Մադրիդի Ատլետիկոն, թիմը Մադրիդի Ատլետիկոյի 20-ից չէր անցնում իրաց փոխանցումները, ճշգրիտ փոխանցումները։ Մոդրիչի խաղադաշտ դուրս գալուց հետո, դա գույն վարպետություն է։ Դա իրոք մեծագույն վարպետություն է, որը եւս դու չես կարող սովորեցնել։ Ռեալ Ատլետիկո խաղում կան դետալներ, որոնք դու կարող ես երեխային սովորեցնել, բայց որպես այդպիսին մնացյալը սովորեցնելու չէ։ Մնացյալը պրոստը վայելելու բան է։ Որովհետև այդ խաղը գոլերի մասին էր։ Գեղեցիկ գոլերի մասին էր հիմնականում։ Իսկ այդ գեղեցիկ գոլերը դու չես կարող դնել թեորիայի ժամանակ երեխաներին ասել նայեք ոնց աղբում խուլալարվարեսը։ Դու դա չես կարող անել։ Այս դիմակայությունում ոչինչ որոշված չէ։ Վանդա Մետրոպոլիտանոյում Ռեալին լինելու է չափազանց բարդ։ Կարող ես դու սովորեցնել երեխաներին, եթե դու ապագա մարզիչ ես կամ եթե դու ուղղակի ցանկանում ես, որ քո երեխան ֆուտբոլիստ դառնա եւ այլն, ու եթե դու ունես կոնկրետ դիրք, նախընտրելի դիրք, որ ուզում ես որ քո երեխան ղա չնայած որ եթե նման բան կա, ես առաջարկում եմ որ միանգամից մոռանաք դրա մասին ու թույլ տաք որպեսզի ձեր երեխան ընտրի թե որ դիրքում ինքը խաղա, որտեղ ինքը իրան հարմար կզգա կամ թողեք մարզիչը որոշի թե որտեղ է խաղալու։ Մի խոսքով Չեմպիոնների լիգայի խաղային երկրորդ օրը չափազանց հետաքրքիր ստացվեց իրադարձություններով ու հանդիպումների լարվածությամբ։ Միառժամանակ իմ հոգեբանական շատ լուրջ խնդիրների հետ կապված։ Ֆեյենորդ Ինտեր խաղում ես ի սկզբանե ոչ մի շանս չէի տվել Ֆեյենորդին։ Ֆեյենորդը կորցրեց իր լավագույն ռմբարկուին, լավագույն ֆուտբոլիստին Խիմենեսին, այնտեղ նաև մարզիչ փոխվեց մրցաշրջանի կեսով եկավ Ռոբին վան Պերսին ու նրանք մրցակցում են շատ պրագմատիկ, շատ փորձառու ու շատ գրագետ Ինտերի հետ Սիմոնե Ինզագի գլխավորությամբ ու այնտեղ շատ լուրջ մարտահրավեր ես չէի էլ սպասում Ֆեյենորդից, այդպես էլ եղավ, Ինտերը առաջին խաղում հաղթեց 2-0 հաշվով, պատասխան խաղը լինելու է Ջուզեպե Մեացցայում, aka San Siro-ում, ու ես շատ քիչ եմ հավատում Ֆեյենորդին, որ ինքը ինչ-որ մի բան կարող է առաջարկի Ինտերին, բայց Ինտերի մոտ եւս ամեն ինչ լավ չէ, որովհետեւ մի շարք ֆուտբոլիստներ ունեն վնասվածք, չկա Դարմյանը, չկա Դիմարկոն, Հիմա որ եթե չալարեմ ձեզ կասեմ ովքեր նաև չկան էլի, չկա Դիմարկոն, չկա Զալևսկին, չկա Կարլոս Ագուստոն, այնպես որ Ինտերի մոտ եւս ամեն ինչ իդեալական չէ, բայց կոնկրետ դիմակայության առումով Ինտերը բաց այդ ֆավորիտ էր ու ես ոչ մի կասկած չունեի, որ Ինտերը դուրս է գալու քարոջ եզրափակիչ, նա դեռ դուրս չի եկել, բայց մեկ ոտքով արդեն այնտեղ է։ Բավարիա-Բայեր հանդիպումը շատ հետաքրքիր էր այն առումով, որ Վենսան Կոմպանին, իսկ ավելի կոնկրետ Բավարիան, ինչ նշանակվել է Բայերի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, երբեք չի հաղթել Բայերին։ Երբեք։ Ու գրեթե բոլոր խաղերում Խաբի Ալոնսոն ուներ առավելություն մրցակցի նկատմամբ։ Լուրջ։ Խաբի Ալոնսոն ուներ մրցակցի նկատմամբ լիքը բան։ Վերջին նշում եմ ձեզ վերջին 4 հանդիպումները։
Bayer Bavaria 3-0, Bavaria Bayer 1-1, Bavaria Bayer 0-1, Bayer Bavaria 0-0։ Չի հաղթել, ուղղակի չի հաղթել Բավարիան։ Ու այսօր կոնկրետ այդ խաղում շատ լավ տպավորություն թողեց Բավարիան ու դա վառ երևում էր դիմա առաջին խաղի մրցաշրջանի առաջին խաղի Բավարիայի ու Բայերի միջև Վենսան կոմպանիի թույլ տված սխալների ու դրա վերլուծությունների ապացույցը։ Վենսան կոմպանին շատ ճիշտ վերլուծություններ կատարել վերջին խաղից Բայերի դեմ, որը ավարտվեց 0-0, որը այնտեղ Բավարիան պրոստը ֆուտբոլ չէր խաղում ու Բայեր մի հատ մենակ հրաշքով էր որ Բայերը այդ խաղը չհաղթեց։ Մյունխենի Բավարիան շատ ճիշտ, Վենսան կոմպանին շատ ճիշտ կետերին էր ուշադրություն դարձրել, ավելի կոնկրետ եզրերին, ավելի կոնկրետ հենակետային գոտուն։ Ինքը շարունակում է վստահել Կիմիխ գորեց կազույքին, ինչը ինձ ուրախացնում է, որովհետև ես կարծում եմ, որ Եվրոպայի լավագույն հենակետային զույգն են Կիմիխն ու Գորեցկան, ու Կիմիխը կարծես թե մնում է Բավարիային, որովհետև կային տեղեկություններ, որ ինքը չի համաձայնել կնքել նոր պայմանագիր Բավարիայի հետ։ Բավարիան առաջարկել է նորը, հետո հետա վերցրել։ Հիմա Կիմիխը փաստացի կարողանում է բանակցություններ վարել Paris Saint-Germain-ի հետ, PSG-ն հետաքրքրված է, հետո այսօր նորություն են գցում, որ գրեթե մոտ է Կիմիխը պայմանագիրը երկարաձգելու Բավարիայի հետ։ Մի խոսքով, կարծես թե Կիմիխը մնում է ու սա գերմանական ֆուտբոլի համար բավականին լավ իրադարձություն է։ Բավարիան հաղթեց 3-0 հաշվով։ Բավարիան հաղթեց, որովհետև Ալոնսոն ու Բայերը Չեմպիոնների լիգայի նման լարվածության մեջ այդքան էլ լուրջ փորձ չունեն։ Ու Եվրագավաթներում նման լարված իրավիճակներում Խաբի Ալոնսոն դեռևս չի կարողանում ելք գտնել։ Առաջին նման հզոր հարվածը մենք տեսանք Եվրոպա լիգայի եզրափակչում, որտեղ Ատալանտան ուղակի Գասպերինին, մարշչական վարպետությամբ հաղթեց Ալոնսոին։ Դրանից հետո արդեն Ալոնսոյի թիմը խաղաց Չեմպիոնների լիգայում։ Չեմպիոնների լիգայում եւս բարդ էր ամեն ինչ։ Ատլետիկոին հաղթել չստացվեց, 10 հոգով էր իդեպ մնացել Ատլետիկոն։ Լիվերպուլին պարտվեց 0-4 Էնֆիլդում։ Ու այդ կարևոր հանդիպումներում բոլորս էլ հիշում ենք, որ եթե դուք դիտել եք այդ հանդիպումները, որ Բայերը, ավելի կոնկրետ Ալոնսոն, ինչպես եւ Հանսի Ֆլիկը, չունի երկրորդ տարբերակ, այսինքն այդ նրա թիմը խաղային մարտավարական առումով ճկուն է, բայց մտքերի առումով չունի ճկունություն Խաբի Ալոնսոն Բայերի հետ։ Ուղղակի չունի ճկունություն։ Ու սա կարող է դառնալ շատ լուրջ խնդիր Բայերի համար։ Իրոք շատ լուրջ խնդիր Բայերի համար։ Այդ ամենից օգտվեց Բավարիան։ Հաշվի առնենք նաև, որ նոր դիմուկի են շատ հիմար կարմիր է ստանում ու վերջ Բավարիան հաղթում է 3-0 հաշվով։ Բավարիան չեմ ուզում ասել գրեթե լուծում է բոլոր հարցերը, բայց չեմ հավատում, որ Մյունխենի Բավարիան կտա այս մեծ առավելությունը, նույնիսկ եթե մյուս խաղն արտագնա է։ Ես ուղղակի չեմ հավատում, որ այս առավելությունը կտա Մյունխենի Բավարիան։ Իսկ Լևերկուզենի Բայերը մոտ է դուրս մնալու Չեմպիոնների լիգայից, որովհետև Խաբի Ալոնսոն ճկուն չէ։ Նրա թիմը շատ բանանում է ու իրոք փայլում է խաղադաշտում, բայց երբ հերթը գալիս է նման հանդիպումների, որտեղ դու պետք է լինի հարմարվես մրցակցին, լինի ինքդ քեզ զրկես քո խաղային փիլիսոփայությունից արդյունքի համար, Ալոնսոն նման իրավիճակներում դեռ պատրաստ չէ։ Ամենակարևոր երկու հանդիպումները, ու ես այդ երկու խաղերը սենց կպցնելու եմ իրար ու մի միտք վերջում տամ, որպեսզի բոլորդ հասկանաք, թե ինչի մասին եմ ես ցանկանում խոսել։ Paris Saint-Germain, Benfica, Barcelona։ Երկու տարբեր սցենար ունեցող հանդիպումներ, իրոք վաբշե իրար նման չունեցող հանդիպումներ։ Benfica, Barça, նախ Բարսայի երկրպագուներին ես ցանկանում եմ հարց ուղղել, արդյոք դուք նորմալ եք համարում, որ թոփ հանդիպումները, ընդհանրապես вообще թոփ հանդիպումները չէ, Բարսայի վերջին շրջանում յուրաքանչյուր հանդիպում մեկներկային 1-2 րոպեին Բարսայի դարպասին արդեն լինում է վտանգավոր դրվագ, լուրջ գոլային դրվագ։ Ինձ դա մտահոգում է։ Իրոք ինձ դա մտահոգում է, որովհետև տպավորություն կա, որ այդ մեկնարկային սուլիչից
մի քանի 5-7 րոպե պետք է անցնի, որ Բարսան արդեն ինքն իր տոնուսի մեջ զգա։ Իսկ միջև այդ կարող է մրցակիցը 1-2 Ատլետիկոն խնդրեն վառ օրինակ 1-2-5 րոպեի դրությամբ 2-0 հաղթում էր։ Բարսան չէր արթնացել ուղակի։ Ու արդեն 20-րդ վայրկյանի դրությամբ Պավլիդիսներ կամ չգիտեմ ով Արտուր Կողլուներ կարար գոլ խփեր։ Բայց չստացվեց։ Շեսնին հանեց։ Դրա մասին դեռ խոսենք։ Բարսան խաղաց լավ ֆուտբոլ։ Ես իրոք խաղաց լավ ֆուտբոլ։ Ու ինձ դուր եկավ նրանց տարած հաղթանակը։ Ինչու դուր եկավ։ Մեկ անգամ չէ, որ մենք տեսել ենք Բարսելոնային խուճապի մատնվելիս։ Ու այդտեղ իհարկե բրավո Հանս Դիտեր Ֆլիկին։ Ինքը իր գերմանական սառնասրտությունը մցրել է ֆուտբոլիստների մեջ։ Հանդիպան 20-րդ րոպեին, միջև 20-րդ րոպե, հա, այդ դրությամբ ընթանում էր երկկողմանի լավ ֆուտբոլ, որտեղ գրոհում էր թե Բարսան, որտեղ գրոհում էր թե Բենֆիկան։ Բայց հանդիպան 20-րդ րոպեին ես կարող եմ 1-2 րոպե սխալ ասեմ։ Տեղի ունեցավ մի դրվագ, որը սենց ես տեսա, ես գիտեի դրա մասին առաջին խաղակեսում։ Բայց հետո երբ որ ես դրեցի նորից նայեցի հանդիպումը, ես սենց նայում եմ այդ դրվագին, որտեղ Պաուկ ու Բարսին ստանում է կարմիր քարտ, եթե չհասկացաք ինչի մասին եմ խոսում, ես հենց այդ դրվագի մասին եմ խոսում։ Պաուկ ու Բարսին ստացավ կարմիր քարտ, ու սա տոտալ ֆլեշբեք էր Ռոնալդ Արաուխոյի Պարի Սեն-Ժերմենի դեմ կատարած գործողությանը։ Լրիվ։ Ու ես ընդհանրապես չեմ հասկանում այն ֆուտբոլիստներին, որոնք նման իրավիճակում գնում են վերջին հույսի խախտման։ Այսինքն, դա չես կարող համեմատել Ֆեդե Վալվերդեի Ատլետիկոյի դեմ կայացրած որոշման հետ, որտեղ այնտեղ հիշում եք, հա, 1-1 էր, տոլից 0-0 էր, չեմ հիշում։ Մորատան դուրս է գալիս մենակ, գոլ էր խփելու վստահաբար։ Ու նման իրավիճակում Ֆեդե Վալվերդեն խախտում է կանոնները, հասկանալով, որ ինքը ստանալու է կարմիր քարտ, բայց դա անում է, որպեսզի վերջին վայրկյաններին թիմը գոլբաց չթողի ու թիմը դրանից հետո չկարողանա հետ բերել կորցրածը, արդյունքում պարտվել։ Նույնիսկ 11 հոգով, հատկապես Ատլետիկոին։ Իսկ այստեղ, թե ինչպես Ռոնալդ Արաուխոյի, այնպես էլ Պաուկ ու Բարսի մտքերը ես չեմ հասկանում, ինչու վերջին հույսի խախտում գրանցել, երբ դեռևս հանդիպան 20-րդ րոպեն, ու եւ կա 90 րոպե Մոնժուիկում։ Ստանում է կարմիր քարտ Կուբարսին, ու դրանից հետո ես Բարսային հիշում եմ միայն պաշտպանվելիս։ Բայց որպեսզի Բարսելոնայի երկրպագուները, որոնց որոշներին գիտեմ, ու մենակ ինձ հետ են ասում, ասում են դու Ռեալ ես երկրպագում, եթե համեմատական ենք անցկացնում, դու Բարսային չես սիրում, դու Բարսայից լավը չես ասում, դու Բարսային լավը չես ասում, դու ոչ մի լավ բան Բարսայի մասին չես ասում։ Ընկերներ, Բարսելոնան այսուհետ զուտ էս խաղից ելնելով գիտի թե ինչպես պաշտպանվել, երբ ունի 1 ֆուտբոլիստ քիչ։ Գիտի ինչպես պաշտպանվել, երբ 10 ֆուտբոլիստով է։ Դա ուղղակի հիասքանչ առաջխաղացում է Հանս Դիտեր Ֆլիկի գալուց հետո։ Այո, հակապրեսինգ, գնդակի տիրում, ֆուտբոլիստների տեղաշարժ, եզրերի լուրջ արդյունավետություն եւ այլն, շատ բան է տվել Ֆլիկը, բայց իմ կարծիքով կոնկրետ էս հանդիպումը դիտելիս ու դիտելուց հետո ես եկա այն եզրակացության, որ Հանս Դիտեր Ֆլիկի ամենալուրջ ձեռք բերումը որպես գլխավոր մարզիչ, Բարսայի գլխավոր մարզիչ կարող է լինել հենց սա, որ նրանք գիտեն թե ինչպես պաշտպանվել, երբ 1 ֆուտբոլիստով քիչ են։ Ու իրոք նրանք կարողացան, միջև հանդիպան վերջ պահեցին։ Երկրորդ խաղակեսում Ռաֆինյան Բենֆիկայի պաշտպանների շատ ալարկոտ վերաբերմունքից խլում է գնդակը։ Տպավորություն էր, որ Բենֆիկայի ֆուտբոլիստները գիտեին, որ հեսա լավ 1-2 փոխանցում կայտնվենք մրցակցի կիսադաշտում, սխալ փոխանցում Ռաֆինյան շարժվում է կենտրոն, շատ ուժգին հարված, ինչը ես մտածում եմ, որ Տրուբինը պետք է հաներ հաշվի առնելով, թե ինչ գնդակներ ինքը հանեց առաջին խաղակեսում։ Ուղղակի ցենց էլի ալարկոտի պես ընկավ ու գնդակ հայտնվեց դարպասում։ Բայց Բարսելոնան հաղթեց ոչ միայն այն կարևոր կետով, որ նրանք գիտեն պաշտպանվել։ Բարսելոնան հաղթեց, որովհետև Վոյցեխ Շեսնի։ Ու Վոյցեխ Շեսնի վերադարձը ֆուտբոլ ու Բարսելոնայում դեռևս անցկացրած ժամանակահատվածը այնքան տարատեսակ էմոցիաներ են ինձ մոտ առաջացնում,
Որովհետև նախ Շեստին բերել էին չէին խաղացնում, ես հարցնում եմ, խի չեն խաղացնում։ Հետո խաղացրեցին Շեստին անվստահ էր։ Հիմա ես ասում եմ լավ, դե հիմա հասկանալի է ինչի համար չեն խաղացնում, ինչի համար ինքը չի կարող առաջին համար լինի։ Հետո բանը ֆլիկը սկսեց բարբերաբար իրեն մեկնարկային կազմ, վստահություն, մեկնարկային կազմ։ Վոյցեխ Շեստին անցկացրեց երևի թե իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկը։ Իրոք լավագույն հանդիպումներից մեկը։ 8 save ու ոչ թե ուղակի հարված, որ ինքը որսում է, ոչ, շատ բարդ գնդակներ, մոտ տարածությունից հարված, երկրորդական հարվածների հեռացում։ Ես ուղակի սենց ապշած նայում էի, թե ինչպես է Վոյցեխ Շեստին յուրաքանչյուր հարված Բենֆիկայի կողմից հեռացնում։ Յուրաքանչյուր հարված։ Այն որ սենց վաու։ Այն որ չես ասի, որ այս տղեն ընդամենը երբ էր կես տարի առաջ որոշել էր թարգել ֆուտբոլը։ Այս տղեն ծխում է։ Բայց այս տղեն տվեց այնց պերֆորմանս, որ դու ուղղակի լինես Բարսայի երկրպագու, Ռեալի, Ատլետիկոյի, չգիտեմ, Ստեաու Բուխարեստի, Լեգիա Վարշավայի, թե Ուրալի, դու ոտքի կկանգնես, ծափ կտաս, կասես բրավո։ Դու օգնեցիր, որ քո թիմը հաղթի։ Ու Բարսան հաղթեց 2 պայմանով։ Ոչ թե 2 պայմանով, 2 շատ կարևոր կետով։ Նրանք գիտեն, թե ինչպես պաշտպանվել 10 հոգով, նրանք ունեն Վոյցեխ Շեստնի, որը խաղաց իր կարիերայի լավագույն խաղերից մեկը, որը հնարավոր է մենք չտեսնենք այլևս։ Այո, Շեստնին խաղից հետո հարցրեցին, ասին, սա գրեթե գուցե ձեր լավագույն հանդիպումն էր ձեր կարիերայում։ Իսկ ինքը նշեց, որ լավագույն հանդիպումը դեռևս առջևում է։ Ինչքանով կարդարացնի ինքը իր խոսքերը, ժամանակը ցույց կտա, բայց այս պայդրությամբ իմ կարծիքով սա Շեստնի լավագույն հանդիպումն էր։ Ու Շեստնին է պատճառը, որ Բարսելոնան գնում է Մոնժուիկ Բենֆիկայի դեմ դիմակայությունում 1 գոլի առավելությամբ։ Ամենակարևոր հանդիպումը ու ամենամեծ լարվածություն առաջացնող հանդիպումը ամբողջ 1/8 եզրափակում։ Պարի Սեն-Ժերմեն Լիվերպուլ։ Ես հիմա չեմ պատրաստվում խոսել, որովհետև ոչ մեկն էլ չի ընդունելու այդ մտքերով ու սաղասելու եմ, որ դու Լիվերպուլի երկրպագու ես դրա համար ես այդպես խոսում։ Ես ուզում եմ խոսել PSG Լիվերպուլ խաղից որպես 18+, որովհետև սա իրոք 18+ էր։ Ես իմ Telegram-յան ալիքում գրել էի, ավելի ճիշտ կլորիկ էի արել, որ այո PSG-ն վերջին 7-8 խաղում 40 գոլ է խփել, բայց տեսեք թե ում է խփել։ Բորդո, Լիլ, Թուլուզ, Օսեր, ընդ եսի մինչ, Լիոն եւ այլն, ու որ ես ասում եմ, տղերք, Լիվերպուլը PSG-ն, Ֆրանսիա առաջնության թիմ չի։ Ես ոնց որ կնքայրել նեի։ Այնտեղ ուրիշ պայքար է գնալու։ Ես առաջին խաղակեսից հետո մտել էի ստուգելու, արդյոք Լիվերպուլն է խաղում PSG-ի դեմ, թե всё-таки Բորդոն է։ Ընկերներ, Պարի Սեն-Ժերմենը խաղաց ֆանտաստիկ ֆուտբոլ։ Ֆանտաստիկ։ Լիվերպուլը դարձել էր Բորդո։ Համ գույնն է Բորդո, համ Լիվերպուլն էր։ Ֆուտբոլային ակում Բորդոն։ Մի քանի ասպեկտ։ Պարի Սեն-Ժերմենի հակապրեսինգը։ Լուիս Էնրիկեն հավաքել է գերազանց թիմային համակարգ, որը աշխատում է մեկը մյուսի համար։ Սա երրակի անգամ ավելի ուժեղ թիմ է, քան Մեսսի, Նեյմար, Մբապե երրյակ ունեցող PSG-ն։ Ես վստահեցնում եմ ձեզ։ Սա երրակի ուժեղ թիմ է։ Հակապրեսինգ, գնդակի կառավարում, բիլդափի շատ գրագետ դասբան, մարտավարություն։ Լիվերպուլը ոչնչություն էր PSG-ի դիմաց։ Ոչնչություն։ Այո, դա իմ երկրպագած թիմն է։ Այո, ես երբեք չեմ նսեմացնի իմ թիմին որպես երկրպագու։ Բայց ախր չընդունելը դա եւս կլինի ստորություն ու ֆուտբոլի հանդեպ կեղծ սեր իմ կողմից։ Եթե ես չփաստեմ, որ Պարի Սեն-Ժերմենը ուղղակի հում կերավ Լիվերպուլին։ Հում կերավ։ Ու ես զարմանում եմ երկու բանի վրա։ Առաջին խաղակեսի վերաբերյալ։ Ես զարմանում եմ երկու բանի վրա։ Եկել է լավ։ Եկեք խոսանք ընդհանուր առմամբ ինչի վրա եմ զարմանում, հետո արդեն դետալային Լիվերպուլի PSG-ի մասին։ Գլոբալ զարմանում եմ երկու բանի վրա։
ինչպես ՊՍԺ-ն գնաց հանդերձարան առանց գոլի, այո, Կվարացխելյան խփեց գոլ, շատ գեղեցիկ գոլ ու այդ գոլը իրոք հասունանում էր, բայց կար խաղից դուրս վիճակ։ Փաստ էր, ոտքի մեծ մասը խաղից դուրս վիճակում էր։ Այդ գոլը չպետք է հաշվեին։ Եվ երկրորդը, ինչպես Լիվերպուլը գնաց հանդերձարան 11 ֆուտբոլիստով։ Իրոք, որովհետև եթե մենք հիշենք Իբրահիմա Կոնատեի դրվագը, այդտեղ գլխավոր մրցավարը, իդեպ չգիտեմ ով էր գլխավոր մրցավարը։ Ինչպես են նայում ով էր գլխավոր մրցավարը։ Բարձրապես չգիտեմ թե ով էր գլխավոր մրցավարը։ Show more։ Չկա։ Գլխավոր մրցավարը մի խոսքով ինչպես ցույց չի տալիս կարմիր քարտ Կոնատեին։ Երբ նրանք դիտեցին վառ, որովհետև Կոնատեն ակնհայտ թիկունքից է կատարում, հա, կորպուս, երբ որ Կոնատեն մի քիչ շուտ այդ ամեն ինչ աներ ու ուսը ուսին կպներ, դա խախտում չէր կարող համարվել, որովհետև դա ուժային պայքար է, որտեղ Կոնատեն 1000 կներեք 100 անգամ ավելի պինդ է, քան Բարկոլյան։ Բայց այդտեղ ուսը ուսին չէր, այդտեղ ուսը մեջքին էր։ Ու դա կարմիր քարտ է։ Ու նույնիսկ այդ տեսանյութը, որ տարածվեց համացանցում, որ Լուիս Կամպոսը, ՊՍԺ-ի սպորտային տնօրենը, առաջին խաղակեսից հետո թունելում բարձրաձայն իր դժգոհությունն էր հայտնում, որ դա կամ կարմիր քարտ է, կամ 11 մետրանոց, ու ես իրականում вообще համամիտ չեմ, դա պետք է լինի կարմիր քարտ եւ 11 մետրանոց։ Ունդեղ Վիրջիլ վան Դեյկը ասում է, որ սա լիգա 1-ը չի, եղբայր հանգստացիր, ես դրա հետ համամիտ չեմ, որովհետև իրոք Կոնատեն չպետք է շարունակեր հանդիպումը, մրցավարական սխալ, որը կարծում եմ մեռանք խոսելով նման սխալներից։ Ու այդ երկու գլոբալ հարցը, առաջինը ավելի զարմանալի էր ինձ համար, որովհետև ես Վահագի հետ ես հիշում եմ, ես իրոք հիշում եմ, ես Միլանի Մալպենսա օդանավակայանում էի, ու միջև իմ թռիչքը ես Վահագի հետ ուղիղ եթեր էի վարում, այդ ժամանակ մենք խոսեցինք ՊՍԺ Լիվերպուլից։ Ու վերջերս Instagram-յան մեր հարթակով մենք ուղիղ եթեր ունեցանք, որտեղ կրկին խոսեցինք ՊՍԺ Լիվերպուլից։ Վահագը նշեց, որ Paris Saint-Germain-ի ամենամեծ խնդիրը, որը կարող է ազդել նրանց հետագա ճանապարհի վրա, դա նրանց ռեալիզացիան է։ Իրոք, դա նրանց ռեալիզացիան է։ Ինչու՞։ Առաջին խաղակեսի դրությամբ 12 հարված կատարել է բանը ՊՍԺ-ն 12 հարված կատարել է ՊՍԺ-ն 5 դարպասին։ Երկրորդ խաղակեսում 15 հարված է կատարել ՊՍԺ-ն 5 դարպասին։ Ընդհանուր առմամբ 27 հարված։ Եթե ես այսքանը ձեզ պատմեմ, չնշելով մրցակցին ՊՍԺ-ի, ձեր մոտ տպավորություն կստեղծվի, որ ես խոսում եմ ինչ-որ մի հատ շարքային Ֆրանսիայի առաջնության խաղից։ Ոչ, սա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչներ, Չեմպիոնների լիգան 6 անգամ հաղթած Լիվերպուլի դեմ։ Երկրորդ խաղակեսը լրիվ այլ սցենար ունեցավ։ Ու ինչն եմ ես ուղակի հիանում, ինչով եմ հիանում, երբ խոսում ենք Արնե Սլոտի մասին։ Ու ինչը չկա, ինչպես նշեցի, մի շարք թիմերի մոտ, հա, այսինքն չկա ճկունություն Բարսայի մոտ, չկա ճկունություն Բայերի մոտ, չկա ճկունություն այս տարվա Մանչեսթեր Սիթիի մոտ, բայց միշտ եղել է։ Լիվերպուլը ճկունությամբ խաղին հարմարվելու հատկությունով, Արնե Սլոտ ավելի կոնկրետ, աշխարհում լավագույնն է։ Որովհետև եթե առաջին խաղակեսում Լիվերպուլի պրեսինգը չէր աշխատում, ընդհանրապես թերի պրեսինգով ու բարձր դիրքավորմամբ պաշտպանությունում բերում էր չափազանց լուրջ խնդիրներ։ Իսկ ինչ արեց Լիվերպուլը, ինչ արեց Սլոտը։ Արնե Սլոտը ուղղակի հասկացավ, որ իրանք կներեք ծնել են առաջին խաղակեսը, որ 0-0 է ավարտվել։ Երկրորդը նման տոտալ ձախողումից խուսափելու համար պետք է ուղղակի գիտակցել, որ ՊՍԺ-ն ավելի լավ ֆուտբոլ է խաղում այսօր։ Ու ինչ էլ որ ուզում ես անել, դու նրան չես գերազանցելու ֆուտբոլով։ Ուրեմն եկեք, պաշտպանվենք, բայց պաշտպանվենք ճիշտ։ Նրանք Լիվերպուլը երկրորդ խաղակեսի մեկն ով չի հավատում ինձ, ով մտածում է, որ ես պրոստը խոսում եմ, խնդրում եմ դիտեք այդ հանդիպումը։ Լիվերպուլը երկրորդ խաղակեսում, եթե նայեք համեմատականով վիճակ, բան, այդ սխեմաներով եւ այլն, որ շատ են տեղադրում, Լիվերպուլը երկրորդ խաղակեսում ուղղակի իջեցրեց թիմը։ Իսկ պաշտպանություն, կիսապաշտպանություն այդ գծերի արանքը դարձավ չափազանց նեղ։
Ու որպեսի Լիվերպուլը վերջնականապես ոչնչացնի այդ տարածությունները, որ ինքը կա, ինքը նախ մտցնում է Ջոնս, Սլոտը մտցնում է Ջոնս, ով տալիս է ոչ պակաս մեծ ծավալ, ես հիմա ձեզի ասեմ ում փոխարենա մտնում Ջոնսը, մտնում է Ջոնս, մի րոպե, Լուիս Դիասի փոխարեն, ու մտնում է Նունյես, Ժոտայի փոխարեն, 67-րդ րոպեին, ընկերներ, Paris Saint-Germain-ը շարունակում էր լինել ավելի լավը, ավելի սուրը, ավելի վտանգավորը, բայց Paris Saint-Germain-ի երկրորդ խաղակեսի գործողությունները 80-85%-ը լինում էին մրցակցի տուգանային հրապարակից դուրս։ Խփած, կատարած ավելի ճիշտ 15 հարվածից դեպի դարպասը 10-ը եղել է, տեսեք 11-ը եղել է տուգանային հրապարակից դուրս, ինչը խոսում է Լիվերպուլի ճիշտ դասավորվածության մասին պաշտպանությունում։ Հետո սկսեց փոփոխություններ կատարել։ Նախ ես չհասկացա, ինչի հեռացավ խաղադաշտից Կվարացխելիան։ Իսկ հետո Կվարացխելիայի տեղը մտավ Գոնսալո Ռամուշ։ Ու բոլորս էլ գիտենք, թե հետո ինչ եղավ։ Մտավ Էլիոտ, մտավ Վատարու Էնդո։ Ամբողջությամբ սպանելու հնարավոր խոշոր հաշվով պարտվելու սցենարը։ Մտավ Էնդոն, որը միայն քանդելու մասին է։ Արնե Սլոտը այս մրցաշրջանում շատ դիպուկ է կատարում փոփոխություններ, բայց այդ փոփոխություններին շատ չի դիմում, եթե նկատել եք։ Եթե նաև նկատել եք, Լիվերպուլը այս մրցաշրջանում երբեք ընդմիջումից հետո որքան էլ խնդիրներ տեսած լինի Սլոտը մեկնարկային 45 րոպեի ընթացքում, երկրորդ խաղակեսը չի սկսում փոփոխությամբ։ Անփոփոխ է մտնում թիմը խաղադաշտ, եթե նկատել եք։ Իսկ փոփոխությունները լինում են շատ դիպուկ, շատ տեղին։ Ու այստեղ եւս այդպես եղավ։ Նախ Նունյեսը, հետո արդեն վերջում խաղավերջում Մոհամեդ Սալահի փոխարեն Հարվի Էլիոտը։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ տպավորություն ստեղծվեց, որ Paris Saint-Germain-ը պատրաստվել է կոնկրետ մեկնարկային կազմի դեմ խաղում։ Լիվերպուլի։ Իրոք պատրաստվել է կոնկրետ մեկնարկային կազմի դեմ պայքարում։ Ու ես հիմա մեկ փաստով կփորձեմ ձեզ համոզել։ Միջև հանդիպման 86-րդ րոպեն, երբ խաղադաշտում էր Մոհամեդ Սալահը, փաստացի ոսկե գնդակի հիմնական հավակնորդն այս պահին կատարել է 0 հարված, 0 արդյունավետ դրիբլինգ, 0 փոխանցում, 0 ինչ մտածում եք հարցակվողի վերաբերյալ 0։ Ինչու? Որովհետև Նունո Մենդեշը փառահեղ հանդիպում անցկացրեց։ Փառահեղ, ինքը փակեց Սալահին ամեն ձև։ Ամեն կերպ ոչնչացրեց Սալահին, կերավ Ֆասպորտի են մեր հիասքանչ գործընկերը, որ շատ համեստ արտահայտվեց Կիլիան Մբապեի մասին, լինելով Լիվերպուլի երկրպագու։ Ես կխնդրեմ նույն բանը ասել, թե ինչպես Նունո Մենդեշը արեց Մոհամեդ Սալահին։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Էլիոտը մտավ Սալահի փոխարեն։ Էլիոտը գոլ խփեց, որովհետև Նունո Մենդեշը կապի չէր։ Ու տպավորությունը, որ Սալահի խաղադաշտից դուրս գալու պահին Նունո Մենդեշը մտածեց, որ վերջ ես միսիան կատարեցի։ Ես պահեցի Սալահին, հիմա ինչ ուզում ալնի։ Երկար փոխանցում։ Այն եզակի իրավիճակներից այս խաղում, որ երկրորդ հարկում պայքարից հետո երկրորդ գնդակը լինում է Լիվերպուլինը, Դարվին Նունյես դեպի պաշտպանության ձախ եզր, որտեղ միացավ Էլիոտը ու գոլ 27 հարված PSG-ն, 1 հարված Լիվերպուլը։ Հաղթում է Լիվերպուլը 1-0 հաշվով։ Ու այստեղ ինչն էր իմ մառալը, հա, ես այս տեսանյութի որ նկարանում եմ, դա թե ինչ կարող են այս հանդիպումները տալ երեխաներին, սկսնակ ֆուտբոլիստներին ու ինչ կարող են դրանք սովորացնել։ Կոնկրետ Չեմպիոնների լիգայի այս հանդիպումները հատկապես խաղային երկրորդ օրը Բենֆիկա Բարսա ու PSG Լիվերպուլ։ Ընկերներ, այս հանդիպումները ցույց տվեցին, թե որքան կարևոր է դարպասապահի դերը խաղում։ Ես 10 տարի եղել եմ Փյունիկի
մանկապատանեկան ֆուտբոլի սան։ Ես դուրս եմ եկել ֆուտբոլից X պատճառներով, գումարային խնդիրների պատճառներով, անարդարության պատճառով, ով ինձանից գումար էր ուզում այս պայդրությամբ աշխատում է ֆուտբոլում, աշխատում է բարձրագույն առաջնությունում եւ մարզում է թիմ։ Նա եւ որոշները, մնացածը մյուսը ով աշխատում էր ֆուտբոլում, հիմա էլ կա, ով ինձանից փորձում էր գումար շողոքորտել կամ չգիտեմ։ Հիմա ֆուտբոլում է, հիմա առաջին խմբում է մարզիչ։ Բայց միտքը դրանում չէ։ Լինելով դարպասապահ, ես մշտապես կարևորել եմ դրա դերը ու ես միշտ ասել եմ յուրաքանչյուրին, որ հարցունքի 50 եւ ավել տոկոսը կախված է դարպասապահի տրամադրությունից ու մարզավիճակից։ Ու եթե դարպասապահը եղավ թույլ, եղավ անտրամադիր, եղավ վատ մարզավիճակում, ուզում եք անverջ գրոհեք։ Յուրաքանչյուր բաց թողած գրոհը կարող է վերածվել գորի, որովհետեւ ձեր դարպասապահը կարող է այդքան էլ լավը չէ։ Ալիսոն Բեկերը ու Վոյցեխ Չեսնին ցույց տվեցին, որ կարող է թիմը լինել 0 խաղադաշտում, հատկապես Լիվերպուլը։ Կարող է լինել 0 խաղադաշտում, ոչ թե 0, այլ -600։ Քո ոսկե գնդակի հավակնորդ ֆուտբոլիստը կարող է ոչինչ չանել։ Քո մյուս հարցակվողները ոչինչ կարող են չանել։ Աշխարհի լավագույն կիսապաշտպանությունը կարող է ոչինչ չանել։ Պաշտպանությունը գրեթե ազիվ դիմակայել։ Բայց եթե դու դարպասապահը տեղում ես, տոնուսի մեջ ես ու պատրաստ ես օգնել քո թիմին, ուրեմն դու պիտի հաղթես։ Քո ճակատագիրն է հաղթանակը։ Լիվերպուլի դեմ հանդիպումը, Լիվերպուլի PSG-ի դեմ հանդիպումը հենց դրա մասին էր։ Ու դա Ալիսոն Բեկերի բենեֆիսն էր։ Որովհետև ես իրոք այսինքն նայ, որ մի մատով վախենալով, մանավանդ առաջին խաղակես, ասենց ասում եմ, խնդրում եմ, երբ այս 45 րոպեն պրծնելու, երբ այս 45 րոպեն պրծնելու գնան սլոտը մի բան մտածի եւ այլն, ու ասենց միաժամանակ աղոթում է, ասում է, ինչ լավ է, մենք ունենք Ալիսոն Բեկեր, ու դա այդպես է։ Ու դա կարևորությունն է դարպասապահի, որը շատ քչերն են գնահատում, որովհետև եթե հաղթում է թիմը, հաղթել է թիմը։ Եթե պարտվում է թիմը, ուրեմն հիմնականում մեղավոր է դարպասապահը։ Ինչու չորսած այդ գնդակը, ինչու դուրս չեկավ, խի վիխտ չարեց, խիտը չորսած հեռացրեց։ Մի խոսքով շատ խնդիրներ կան ու շատ հարցեր կան, երբ սխալվում է դարպասապահը։ Երբ սխալվում է հարձակվողը, կա կիսապաշտպան։ Երբ սխալվում է կիսապաշտպանը, կա պաշտպան։ Երբ սխալվում է պաշտպանը, կա դարպասապահ։ Երբ սխալվում է դարպասապահ, ընկերներ, հազար ներողություն, աստողած գոլ։ Ալիսոն Բեկերը ու Վոյցեխ Չեսնին իսկական սովորեցնող պերֆորմանսներ ցույց տվեցին, որ դու կարող ես հավաքել ակադեմիայի դարպասապահներին, չգիտեմ, տարբեր տարիքայինների, սկսնակ դարպասապահների, նստեցնես ու հարցնես, ասես, որքանով եք դուք կարևորում ձեր դերը խաղի ընթացքում ու ձեր դերը թիմում։ Որոշները կարող են ասել 50-50, որոշները կարող են ասել 100%-ով կարևոր են, որոշները կարող են ասել դա հիմա հարցակվողները կխփեն գոլ կկրենք։ Նման իրավիճակներում ուղղակի պետք է ցույց տալ Բարսելոնա Բենֆիկա ու PSG Լիվերպուլ հանդիպումները։ Լուրջ։ Ուղղակի ցույց տվեք դա։ Ու վստահ եղեք, որ դա շատ բան կսովորեցնի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Դա երեկո էր ի անուն Ալիսոն Բեկերի ու Վոյցեխ Չեսնի։ Չլիներ Չեսնին ու չլիներ Ալիսոնը, Լիվերպուլը անելիք չէր ունենալու Էնֆիլդում։ Իսկ Բարսան խայտարակ ձևով տանջվելու էր Մոնժուիկում։ Իսկ հիմա Լիվերպուլը 1 գոլի առավելությամբ գնում է Էնֆիլդ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ նման ֆուտբոլ մենք չենք տեսնելու Էնֆիլդում։ Լիվերպուլը լինելու ավելի խիզախ, ավելի բաց, ավելի պատրաստված ու այնտեղ մենք բաց ֆուտբոլ ենք տեսնելու, որտեվ PSG-ին գոլա չէ պետք։ Այնտեղ գոլա պետք հավասարվելու համար։ Իսկ Լիվերպուլը դա գիտի, ու Լիվերպուլը օգտագործելու է դա առավելագույնս։ Շնորհակալություն այսօրվա տեսանյութը դիտելու համար ամբողջությամբ։ Եթե քեզ դուր եկավ այս տեսանյութը, լայք, բաժանորդագրվիր իմ YouTube-յան էջին, հետևիր ինձ Telegram-յան ալիքում եւ մնացած սոցիալական հարթակներում։ Այնպես որ կհանդիպենք արդեն weekend-ից հետո։ Գալիս են Չեմպիոնների լիգան։ Հաջորդ տեսանյութս կարծում կրկին լինելու է Չեմպիոնների լիգայի մասին։ Առաջին խաղերով պարզ դարձավ, որ
դիմակայության երկրորդ խաղերը եւս պետք չէ բաց թողնել։ Ձեզ հետ Գևորգներ, հաջողություն։